Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին, երկրի վրա ապրելու արվեստին։ 106.5 հաճախականությամբ լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելվածի հերթական թողարկումն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք քանդակագործ Հարութ Կարապետյանին։ Բարև Հարութ ջան։ Բարև։ Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ ընտրում մասնագիտություն։ Դու ինչպես ես ընտրել։ Պատահական ա եղել, չեմ ընտրել, ստացվել է։ Փոքր ժամանակ ինչ-որ խմբակների, հա։ Գնացել եմ արվեստի դպրոց, առաջի անգամ այնտեղ եմ քանդակագործությունը տեսել։ Մեր նախորդ հաղորդումների հյուրը քո ընկերն էր քանդակագործ Մելիք Շահնազարյանը, եւ զրույցի ժամանակ նա ասաց, որ Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո նոր սկսել է գիտակցել, թե ինչ է իրականում քանդակագործությունը։ Քեզ մոտ էլ է այդպես եղել։ Երևի, հա, ինստիտուտից հետո ավելի շատ ես, ավելի լուրջ ես մոտենում այդ խնդիրներին, բայց իրականում չգիտեմ ինչ բան է քանդակագործությունը։ Այսինքն քանդակելը քանդակագործությունը հասկանալու փորձ է։ Դժվար է մի քիչ, եթե քանդակել ես մարդ կամ դեմքն, այդ հələ քանդակ չի։ Քանդակը շատ ավելի լուրջ է, որը պետքա հասկանալ, բայց որն է քանդակը, չգիտեմ։ Որն է քո պատկերացմամբ լուրջ քանդակը։ Արվեստի ամբողջ պատմության ընթացքում, ենթադրենք, չգիտեմ, հազարամյակների պատմություն ունի արվեստը, մի քանի հազար տարվա։ Ես նախընտրում եմ հին ավելի եգիպտական, վաղ պարսկական, ասորական, այն վաղ շրջանի հունական արվեստը։ Այսօր ինչ խնդիրներ ունեն քանդակագործները։ Դու որպես քանդակագործ ինչ խնդիրների ես բախվում։ Ակադեմիան ավարտում ես, իրոք կանգնում ես խնդրի առաջ, որովհետև չգիտես ինչ անես, ոնց անես, ուր գնաս, քանդակագործին կոնկրետ աշխատանք չկա։ Ինքը ստեղծագործում, հա, իսկ աշխատանքային տեղ, որ դու գնաս ընդունվես ինչ որ աշխատելու, տենց բան չկա քանդակագործի համար։ Ինքը պետքա իր համար ինչ որ ուրիշ բան գտնի, եկամտի աղբյուր, որպեսզի կարողանա ստեղծագործի։ Հիմա մեր բախտը բերել է, ես ու իմ ընկեր Մելիքը, մենք մեր խնդիրները կապված գումարի հետ լուծում ենք մեր արվեստի արհեստով։ Այսինքն մենք գիտենք քար տաշել, ուրիշ քանդակագործների գործերը տաշում ենք, փոխանցում ենք քարի վրա, որի համար եւ վճարվում ենք ու հնարավորություն ենք ունենում անենք այն ինչ որ ուզում ենք ստեղծագործենք։ Այսինքն երբ որ գումարի խնդիրը լուծվում է, դու արդեն ազատ ես, քեզ ոչ ոք չի կարա ասի էս արա, այն արա, ինչ ուզում եմ, այն էլ անում եմ։ Հիմնական խնդիրն է դա, որտեղ ակադեմիան ավարտում են մեծ մասը մեր ընկերներից, որ շատ լավ սովորում էին ակադեմիայում, հիմա բանվորություն են անում, մեբել են հավաքում կամ չգիտեմ ինչ են անում, հեռացան քանդակագործությունից։ Իսկ այդ իրոք խնդիր է։ Արվեստանոցի խնդիրն է, մեծ մասը չունի արվեստանոց, իսկ քանդակագործությունը առանց արվեստանոցի չի լինում։ Օդի մեջ չես կարա քանդակ անես։ Դու ունես արվեստանոց։ Ես իմ համար լուծել եմ այդ խնդիրը։ Սեփական տուն եմ առել, առաջի հարկը օգտագործում եմ որպես արվեստանոց, երկրորդ հարկում ապրում եմ։ Վերջերս Արա Աբրահամյանի մրցանակ ստացար օձեր աշխատանքի համար։ Ինչու որոշեցիր քանդակել հենց օձեր եւ ինչ խորհուրդ ունեն օձերը քեզ համար։ Օձերը մի քիչ լուրջ են։ Հիմա ես շատ եմ օձեր քանդակում, մենակ է չի մի քանի հատ ունեմ, որովհետեւ օձը նախ բոլոր առասպելներում ավելի իմաստության խորհուրդ ունի, քան թե այն որ մարդիկ տեսնում են լեղաճակ են ելնում, կարծում են ամենավատ կենդանին է, բայց այդպես բան չկա, իրականում շատ բարի նորմալ կենդանիներ են։ Ցանկացած կենդանի էլ, եթե փորձում ես վնասել, ինքն էլ քեզ է վնասում։ Օձն էլ, երբ որ ուզում ես ոտոտ մի ամի դրան պարզա պետքա կծի։ Հիմա այնց է ստացվել, իրակացածնել թունավոր է, մարդիկ մահանում են, բայց մարդիկ իրար ավելի շատ են սպանում, քան թե օձի կծածով, բայց չգիտես խի օձերը ավելի վատ կենդանիներ են համարվում։ Մի անգամ բնության մեջ տեսել եմ օձերի սերը, շատ շուտ էր, տպավորվել է մեջս միջև հիմա ու քանդակեցի։ Ագրավաքար Ձենովոհան պատրաստվում է շարունակել Սասնա Ծռեր էպոսի հերոսներին քանդակել։ Եվ երբ առաջացավ միտքը, հա, քանդակել էպոսի կերպարներին։ Մենակ այդ երկուսը չեն, առաջինը մեծ մհերին եմ քանդակել։ Էպոսը այդ նախ մեր բոլորի մեջ էլ մտած է, նես ծնված օրվանից հայի մեջ դրած է։ Ինքը էպոսից հեռու չի կարա փախնի, ուզում է ասի ես եվրոպացի եմ, ուզում է ասի չգիտեմ ինչ եմ, մեկը ինքը հայ է ու այդ էպոսը մեջը մտած է, անկախ ամեն ինչից, իսկ էպոսի թեմայից
սկսել եմ անդրադառնալ ակադեմիայի տարիներին հլը, այն վաղ էսքիզներ էի անում, պարզապես կավից։ Հետո էլ, երբ որ ավարտեցինք, արդեն մտածեցի, որ կարելի է անել նաև նյութից։ Նենց չի, որ անընդհատ էպոս եմ անում։ Ժամանակ առ ժամանակ ոնց որ ուզում ես անես ու անում եմ։ Թեմայա, որ անընդհատ ուղեղիդ մեջ պտտվում է, պահի տակ միտքա գալիս է, գծում ես, էսքիզներ ես անում, հետո քանդակում ես։ Քանդակագործության մեջ ուսուցիչում ես համարում։ Քանդակագործության մեջ իմ բախտը երևի բերել է, միշտ հանդիպել եմ լավ ուսուցիչների։ Ինստիտուտում առաջի կուրսում Շիրվանյանն էր, շատ լավ դասախոս էր, հետո երբ որ արդեն բարձրացանք արվեստանոցներ, Գետիկներ, Բաղդասարյան, դա մեծ հաջողություն էր, որտեղ մինչև հիմա էլ ես իր հետ աշխատում եմ, սովորում եմ իրանից։ Բախտս բերել է, որտեղ ես կյանքում հանդիպել եմ շատ լավ քանդակագործների հետները աշխատելու առիթ եմ ունեցել, հատկապես կուզենայի ասեի Արտաշես Հովսեփյանին, ես վերջերս աշխատեցինք Երվանդի հետ Գոջաբաշյան, որը ցավոք սրտի Ամերիկայում է, բայց մեր մեծերից մեծ քանդակագործներից է։ Իր հետ աշխատելը հրաշք է մի հատ։ Բացի այդ կան ուրիշ շատ լավ քանդակագործներ մեր մոտ, որոնց հետ շփվում ենք եւ անդադ սովորում ես։ Սամվել Նաղազարյան, Արարատ Նահովսեփյան, կան շատ կան։ Ղուկաս Չուբարյանից ենք սովորում, չնայած իրան ես չեմ հանդիպել անձամբ, բայց շատ կուզենայի, ափսոս, բայց մեր եւ ոչ միայն մեր համաշխարհային մեծերից Ղուկաս Չուբարյանը։ Իսկ համաշխարհային մշակույթից, քանդակագործներից ում ես սիրում։ Համաշխարհային արվեստից այդ Եգիպտոսը իմ համար քանդակագործության մեջ իրանք քանդակագործության աստվածներն են, իրանցից բարձր չկա էլ արդեն։ Եգիպտոսից հետո նոր սկսվում է գալիս, ասենք, Ասորեստան, իմ համար էլ իզուտիմ Պարսկաստան, Հին Հունաստան, ոչ կլասիկ Հունաստանը, վաղ ավելի արխայիկ Հունաստան, ու հետո բոլոր ժամանակաշրջաններում էլ կան շատ լավ քանդակագործներ կան, վերածննդում էլ մեր ժամանակներում էլ, մեր ժամանակներից Բուրդել եմ շատ սիրում, Մայոլ, Ղուկաս Չուբարյանին եմ սիրում, ինքը համաշխարհային քանդակագործ է իմ համար, Միլեսին եմ սիրում, հա Միլես տենց մեծ շատ լավ քանդակագործ կա, ցավոք սրտի ինքը տենց հայտնի չի, բայց շատ լավ քանդակագործ է։ Երևանյան քանդակների մասին ինչ կասեք։ Կարծիք կա, որ երևանյան քանդակները ավելի մահարձանների նման են։ Չէ, մի քիչ սխալ կարծիք է։ Մահացած մարդի ասելով ինչ նկատի ունել։ Մեր ազգի մեծերն են, որոնց առջև մենք պետքա խոնարհվենք։ Իսկ իրանց արձաններն եթե կան, եւս մի առիթ է, որ փողոցում քայլելով իրանց տեսնես եւ հիշես, որ իրանց շնորհիվ է, որ մենք հիմա կանք։ Եթե իրանք չլնեին, մենք ով ենք։ Հիմա վաղուց փոշի էինք դառի, գդացել էինք։ Իսկ Երևանում շատ լավ քանդակներ կան, շատ լավ քանդակներ կան։ Վատ էլ կա, միջին որակի էլ ամեն ինչ էլ կա։ Մեր քաղաքի քո սիրելի արձանները նշեցի, որ կան լավ գործեր, որոնք են քո սիրելի արձանները։ Իմ սիրելի արձաններից քաղաքում ամենաառաջինը, որ ասեի, այդ Մատենադարանի դիմացը տեղադրված արձաններից Գոշի քանդակն է, Չուբարյանի արած, շատ լավն է։ Մեր ժամանակների ամենալավ գործն է։ Ոնց է բացատրվում շատ լավն է։ Այսինքն, որն ես դու համարում լավ գործ, ինչ պետք է լինի այդ քանդակի մեջ։ Ասելիքը, տաշելու տեխնիկան։ Չէ, տաշելու տեխնիկան այդ ամենավերջի բաներից է, էլի շատ կարևոր է իհարկե, բայց ամենակարևորը չի։ Չնայած որ Միքելանջելոն նենց է տաշը միջև հիմա նայում ես այդ տաշվածքի բերանից բաց է մնում, թե ոնց է արել ինքը, բայց միտքն է, գաղափարն է, մոտեցումն է, ծավալն է, ոնց է ստացել, ոնց է հասարակ մարդուն Գոշի կերպարը կոնկրետ Չուբարյանը վերցրել է իր հոր կերպարից, ոնց է ինքը հասարակ իր հորը դարձրել արդեն քանդակ։ Այդ քանդակագործության ամենալուրջ խնդիրն է, որ երևի կարենաս մարդուն դարձնես քանդակ, ու Չուբարյանը ամենալավը լուծել է ինքը իմ մտածելով, բայց մենակ Գոշով չի։ Արտաշես Հովսեփյանը շատ լավ քանդակագործ է, իր գործերն եմ շատ հավանում, Թամանյանը, Տիգրանյանը շատ լավն են, ինքն էլ Չուբարյանի աշակերտն է եղել, զգացվում է այդ, ու ինքն էլ կարողացել է նատուրան դարձնի քանդակ, այսինքն նենց են արել, որ իրանք մխվել են ու այդ հազարամյակների համար արված արդեն, ոչ թե արվել է նենց որ հիմա շատ լավն է, դուրներս եկավ, բան գնացինք, մոռացանք, չէ, այդ նենց գործեր են, որ իրանք հազարամյակներով գնալու են, հայի դեմքն են, հայի կերպարն են ներկայացնում։
Քոչարի Սասունցի Դավիթն եմ շատ սիրում, շատ լավն է, ափսոս որ Չիգանկայից է, շատ քայքայվում է, էլի։ Հիմա ասում են շատ վատ վիճակում է, լավ կլներ, որ մեր կառավարությունը մի քիչ մտածեր, մի քիչ փողեր տրամադրեր, այդ գործը ձուլվեր բրոնզից, որտեվ այդ իմ կարծիքով համաշխարհային լավագույն դիարձաններից է։ Իսկ լավ դիարձաններ մատերիդ վրա կարաս հաշվես համաշխարհային, շատ քիչ են։ Եվ վերջում մի հարց տամ, հիմա ինչ քանդակի վրա ես աշխատում։ Դե տենց չի, որ կոնկրետ մի գործի վրա եմ աշխատում, որտեղ միաժամանակ մի քանի գործ եմ անում։ Հիմա աշխատում եմ էլի այդ օծերի թեման դեռ չի փակվել, օծեր եմ քանդակում, ակլորներ եմ քանդակում եւ մի Քրիստոս ունեմ, որը հիմա փոխանցում եմ քարի վրա, հույս ունեմ ձմեռը կվերջացնեմ։ Մշակույթ հատուկ հավելվածի հերթական թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր քանդակագործ Հարութ Կարապետյանը։ Կհանդիպենք մեկ շաբաթից, առայժմ։